Մեր կյանքը ի սկզբանե Աստծո շնորհն է։ Խնդիրն այն չէ, թե ինչքան կապրես, խնդիրն այն է, թե ինչպես կապրես։ Ինքնասպանությունը մեղքի Աստծո առջև բնականաբար եւ ամենածանր մեղքը Աստված ներում է, եթե մարդը զղջա, որովհետեւ մենք չենք կարող հասնել սիրելիին, եթե Աստծո սերը չունենք։ Էվտանազիան ինչ է? Էու թանատոս հունարեն արտահայտություն է, որ նշանակում է հեշտ մահ։ Ինչից է ծագում սա։ Պաստորեն սպառելով բոլոր բժշկական մեթոդները, ինքը ինչ է ուզում։ Ուզում է, որ ցավեր չլինեն։ Ինքը չի ուզում, որ մեռնի։ Ինչ բարի բան ես արել դու։ Եվ ես հասկացա, որ այդ անձը ամեն ինչ գիտի իմ մասին։ Բարև ձեզ։ Նոր հայացք հաղորդաշարի ընթացքում այսօր խոսելու ենք ինքնասպանությունների մասին։ Մեր տաղավարում է Տեր Սմբատ Քահանա Սարգսյանը։ Տեր հայր, շատ շնորհակալ ենք, որ այսօր մեր տաղավարում եք։ Ես եմ շնորհակալ։ Տեր հայր, նախ հասկանանք ինքնասպանությունը ինչու է աններելի մեղք։ Մեր կյանքը ի սկզբանե Աստծո շնորհն է։ Այն տրամաբանությամբ, որ ոչ թե մենք ենք որոշել, այսպես ասած, աշխարհ գալ, այլ Աստծո ողորմածության շնորհիվ է, որ այս աշխարհ ենք եկել եւ մեր կյանքի հեղինակն Աստված ինքն է։ Սա արժեք է այս տրամաբանությամբ, որ մերը չէ։ Մենք ինքներս մեզանից այն չենք ստացել, այլ Աստված է տվել։ Բնականաբար իհարկե մենք էլ իրավունք չունենք այն տնօրինելու, այլ իհարկե Աստված։ Եվ տեսեք, մարդիկ ծանր հիվանդության ժամանակ երբ մանավանդ չեն ուզում բուժվել, ենթադրենք, չեն վստահում, չեն հավատում բժիշկին, դե ասում են, դե ինչքան կապրեմ, այդ տրամաբանությամբ բժիշկները հետաքրքիր բան են ասում են, խնդիրն այն չէ, թե ինչքան կապրես, խնդիրն այն է, թե ինչպես կապրես։ Եվ այդ տրամաբանությամբ իհարկե միայն աստվածպաշտությամբ եւ Աստծո տված շնորհն ու արժեքը գնահատելով է, որ մենք ճիշտ կապրենք։ Տերեր, իսկ ինչու է ինքնասպանությունը ավելի ծանր մեղք, քան օրինակ դիմացինի սպանելը, չէ՞ որ դու նորից կյանքից զրկում ես։ Երկու հանգամանք այստեղ կարելի է նշել, նախ եւ առաջ։ Առաջինը մենք ասացինք, որ Աստծո շնորհն է, որից մենք ինքնուրույն ազատվել, նույնիսկ տարօրինակ է թվում, չէ՞, ասել շնորհից ազատվել, դառնալ անշնորհք, հա, այդ իմաստով իրավունք չունենք, հա, եւ այս տրամաբանությամբ ինքնասպանությունը մեղքի Աստծո առջև, որտեղ վնասում ես Աստծո տվածը, եւ երկրորդը հավասարության նշան կարող ենք դնել կոնկրետ սպանության միջև, որտեղ երկուսն էլ թե սեփական անձը եւ թե այլ մեկի անձը սպանել նշանակում է նույն սպանությունը գործել։ Միշտ տարբերությունը ներքին հոգևոր ապրումի մեջ է։ Առաջին դեպքում եթե այլ անձի ես սպանում, բարկություն, ատելություն, վրեժխնդրություն, այս տեսակ կրքեր կարող են լինել, իսկ ինքնասպանության դեպքում չեմ ասի, որ բարկությունը չկա, բարկությունն էլ կա, սակայն գումարվում է հուսահատությունը, գումարվում է ծուլությունը, բոլորովին այլ նկատառումներով, որակական տարբերություն կա, ըստ եւ պատասխանատվություններն էլ տարբեր են։ Տերեր, ես երեք մի բան կարդացի, ինձ շատ հետաքրքրեց, որ ինքնասպանությունը համարվում է Սուրբ Հոգու դեմ հայհոյություն։ Քանի որ փաստորեն դու չես հարգում, հա, այդ տրվածը քեզ։ Մեր հայրերի բացատրության համաձայն Սուրբ Հոգու դեմ հայհոյությունը առանց զղջման գործած հանցանքն է։ Այսինքն չկա որևէ հանցանք եւ մեղք, որ Աստված չների։ Ամենածանր մեղքն էլ Աստված կարող է ներել, բայց չէ որ մենք մտածում ենք, հավատում ենք, որ Աստծո համար անհնարին ոչինչ չկա, չէ՞։ Բնականաբար եւ ամենածանր մեղքը Աստված ներում է, եթե
մարդը զղջա։ Եթե չի զղջում, եթե առանց զղջման եւ այսպես ասենք ապաշխարելու ցանկության կամ այլ կերպ ասենք հանցանքը շտկելու, հետագայում շտկելու որոշակի ապրումով հանցագործությունը աններելի է։ Այս վերջին միտքը, որ ես ասացի, մի փոքր բացատրեմ։ Մարդը մեղք է գործում, սակայն մտադրություն չունի շտկվելու, որովհետև ինքը կարծում է, թե ճիշտ է վարվում։ Մինչդեռ գիտենք, ըստ Սուրբ գրքի, որն է բուն մեղքը, Աստծո պատվիրանը խախտելն է, պարզ իմաստով։ Ենթադրենք պարզապես ամենապարզ իմաստով մարդը սուտ է խոսում։ Նա մեղք է գործում, որտեղ Աստված ասում է մի ստիր։ Մի սպանիր, այս իմաստով իհարկե, եթե որևէ մեկը ինքնասպանություն է գործում, ապա զրկում է իրեն ապաշխարելու հնարավորությունից։ Ակնհայտ է, չէ, որ եթե մարդը դադարի այս աշխարհում լինելուց, ուրեմն չի կարողանա ապաշխարել։ Սա մենք խոսում ենք առողջ հոգեվիճակի մասին, այսինքն առողջ դատողության, կշռադատված արարքների մասին։ Բայց կան այլ հանգամանքներ հոգեկան ապրումների, որոնք պիտի մենք այժմ չդիտարկեցինք, պիտի դիտարկենք հասկանալու համար, թե ինչու մարդը այդ մեղքը գործեց։ Եվ այդ հարցադրումը, որպես այդպեսին, իհարկե տրամաբանական է, զղջացող թե անզեղջ սրտով է, որ մարդը այդ արարքը գործում է։ Տերեր, այսինքն եթե դա գիտակցված չէ, մի փոքր այլ կերպ ենք դիտարկում։ Այո, որովհետև կան գիտակցության մթագնումներ, կախված տարբեր հոգեկան ապրումներից, կարող է լինել անտանելի մարմնական ցավեր, կարող են լինել հոգեկան ծանր ներքին ապրումներ, որոնք որ մթագնում են մարդու գիտակցությունը կամ այլ կերպ ասած պատրանքի մեջ են գցում, ստեղծելով տրամադրություն, որ իբրև թե ինքնասպանությունը ճիշտ է։ Տերեր, եթե մարդ ինքնասպանության փորձ է կատարում, բայց բարեբախտաբար չի հաջողում եւ հետագայում ապաշխարում է, դա նշանակում է, որ հնարավոր է, որ ներվի մարդը, ճիշտ եմ հասկանում։ Իհարկե, որտեղ ասացինք, որ Աստծո համար անհնարին ոչ մի բան չկա, մանավանդ որ ամենածանր մեղքն էլ կարող է ներել, ուստի մենք մեր հույսը չենք կտրում։ Շատ հետաքրքիր այս կոնտեքստով ասենք, որ հուսահատությունը լավ զգացում է, այն իմաստով, որ մենք ամեն ինչից կարող ենք հուսահատվել, բայց Աստծուց ոչ։ Աստված տվել է այդ կարողությունը, պատահական չեն մեր մեջ այդ ապրումները, որովհետև մեր ներքին ապրումները, մեր շարժումներն են հոգևոր եւ մեղքի ազդեցությամբ այդ շարժումները Աստծուն հակառակ են այդ տրամաբանությամբ են պախարակելի եւ դատաստանի արժանի։ Տերեր, խոսենք պատճառների մասին, ոչ սոցիալական, այլ հոգևոր դիտանկյունից, եթե հարցին նայենք, անհուսությունը, հավատի կորուստը առ Աստված կարող են պատճառ լինել ինքնասպանության։ Ընդհանրապես հուսահատությունները կամ հոգեբուժական իմաստով ասենք վհատությունը կամ դեպրեսիան ծագում է շատ հետաքրքիր հոգևոր պատճառներից։ Սուրբ Նեղոս Սինայեցին ասում է, տրտմությունը անձի լքվածության զգացումն է, որ բաղկացած է բարկությունից եւ իրերի կորստյան գիտակցումից։ Բարկությունն առաջինն է նշում, այսինքն բարկության եւ իրերի կորստյան զգացումներն են, որ հարուցում են տրտմություն եւ հուսահատություն։ Հիմա եկեք փորձենք մի փոքր բացել այս հասկացությունը։ Քանի որ ընդհանրապես մեր
բնությունը, մեր անձը, որպես այդպիսին Աստծո տնօրինությամբ հոգևոր է, նախ հոգևոր, ապա շնչական եւ մարմնավոր, ինչպես որ մեր հայրերն են ասում, շնչական եւ մարմնավոր ոլորտները մեր կյանքի ենթակա են հոգևոր ապրումներին։ Ենթակա են, այսինքն իրենք կրում են հոգևոր ապրումների հետևանքը։ Հետևաբար, այն ամենը, ինչ որ մեր հոգում տեղի է ունենում, հարուցում է որոշակի բարիք կամ չարիք մեր անձի մեջ։ Եվ եթե կա սեր, ապա կա մխիթարություն, կա հույս եւ փրկություն։ Եթե չկա սեր, կա բարկություն, նախանձ, հպարտություն, ծուլություն կամ այլ չար գիրք, նա հարուցում է մեր մեջ մահ։ Տերեր, իսկ մարդկանց անտարբերությունը կարող է նպաստել նման գաղափարների։ Կարող է նպաստել, եթե մարդը հավատք չունի, որովհետև մենք այս իմաստով ասենք մարդը սոցիալական էակ է, ինքը կարիք ունի շփման, սիրո, մինչդեռ քրիստոնյան հավատում է արդյոք, որ Աստված իր հետ է, թեպետ եւ իր աչքով չի տեսնում, այս տրամաբանությամբ հավատքը ո՞րն է, համոզում է խորհրդավոր իրականության մասին, որը կա կամ տեղի է ունենում, սակայն չի երևում։ Այս իմաստով Աստված մեր հետ է հասկացությունը հիմնված այն խոսքի վրա, որ Տեր Հիսուս Քրիստոս ասում է, ահավասիկ ես ձեզ հետ եմ ձեր կյանքի բոլոր օրերում, մինչև աշխարհի վախճանը, ամրապնդվում է մեր մեջ, եւ մենք ամեն անգամ եւ թե աղոթքի ենք կանգնում, թե Աստվածաշունչ ենք կարդում, մանավանդ խոկալով Աստվածաշնչի խոսքի շուրջ եւ հատկապես երբ Սուրբ Պատարագի ժամանակ ճաշակում ենք Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Մարմինն ու արյունը, այսինքն Սուրբ հաղորդության խորհուրդը, այսինքն հաղորդվում ենք Աստծո հետ, Աստված մեր մեջ է եւ ինքը թույլ չի տալիս, Աստված թույլ չի տալիս, եթե մենք կամենանք, որ լքվածության զգացում ունենանք, ինչպես որ Սուրբ Նեղոս Սինայեցին է ասում, որ տրտմությունը անձի լքվածության ապրումն է, չէ՞։ Մենք չենք կարծում մեր հավատքի տեսանկյունից, որ մենք լքված ենք։ Անկամ տեսեք Սուրբ Դավիթ մարգարեն ինչ ասում. Տեր, իմ անձը գերեզմանում չես թողնի։ Այսինքն, եթե նույնիսկ գերեզմանում էլ հայտնվենք, Աստված մեզ այնտեղ էլ չի թողնելու։ Տերեր, կան կեղծ պատրանքներ, նույնիսկ որոշ աղանդավորական շարժումներ, որոնք նշում են, որ ինքնասպանությամբ մարդիկ կարող են իրենց սիրելիի կողքին հայտնվել։ Ինչ կասեք այս մասին։ Քիչ առաջ ես ասացի, կան հոգեկան ապրումներ, որոնք ստեղծում են պատրանք, որի իբրև թե ինքնասպանությունը մեղք չէ։ Անհրաժեշտություն է այս իմաստով։ Դրանք որոշակի տրամաբանություններ են, որոնք դեմ են աստվածային կարևոր առաքելության, որ ապաշխարությունն է, որովհետև մենք չենք կարող հասնել սիրելիին, եթե Աստծո սերը չունենք։ Ինչ է նշանակում սեր։ Այն չէ, որ եթե մեզ սիրեն, այլ այն է, որ մենք սիրել կարողանանք։ Եվ սիրո համար հատկապես սեփական անձը վնասելը աբսուրդ է։ Շատ կարևոր մի հանգամանք կա այստեղ, որ պիտի կրկնենք մեր հոգևոր կյանքի համար, որ քանի որ մեր Տեր Հիսուս Քրիստոս ասում է, եթե մեկը իր հորը, իր մորը, իր եղբորը կամ իր զավակին ինձանից ավելի է սիրում, ապա ինձ արժանի չէ, սակայն չենք դիտարկում սա այն տրամաբանությամբ, որ Աստված
կամենում է, որ իրեն ավելի սիրենք, քան թե միմյանց, մանավանդ որ ասում է, թե սիրեցեք միմյանց այնպես, ինչպես ես ձեզ սիրեցի։ Բայց եթե չունենք Աստծո նկատմամբ սերն ու պատասխանատվությունը, ապա ինչպես կհասնենք հարազատների նկատմամբ սիրուն։ Վերջնական իմաստով ապաշխարությունն է, որ մեզ հաշտեցնում է Աստծո հետ։ Նախ եւ առաջ պիտի հաշտվենք Աստծո հետ եւ ընկալենք մեր մեջ Աստվածայինը, սերը, որ կարողանանք մեր հարազատներին տալ։ Դեր ինքնասպանությունների դեպքում թաղման կարգ արդյոք կատարվում է եւ եթե չի կատարվում, ինչ բացառություններ կան։ Ընդհանուր առմամբ կանոնն այսպեսին է, որ ինքնասպանի համար ուղարկավորության կարգ չի կատարվում։ Կարծում եմ, որ սա մեր հայրերի կողմից դաստիարակչական մեթոդ է, որ կիրառվում է դաստիարակելու համար մեր ժողովրդին, որ այդ քայլը բախարակվի։ Մինչդեռ պետք է հստակ մենք իմանանք, որ ասացի, որ պատճառներ կան, որոնք որ մթագնում են մարդու գիտակցությունը եւ մենք համարում ենք, որ ինքնասպանությունը գիտակցված չէր, հոգեկան հիվանդության պատճառով ենթադրենք։ Այդ դեպքում, քանի որ մարդու ներքին ապրումը իսկապես խորհուրդ է եւ փաստ է, որ մարդը հոգեկան հիվանդություն ուներ, ողորմածաբար, ինչպես որ Աստված մեր նկատմամբ ողորմած է, պիտի ուղարկավորության կարգն անենք մխիթարելու համար հարազատներին։ Իսկ եթե չի կատարվում ուղարկավորության կարգը, պարզապես աղոթք է լինում։ Ոչ մի բան։ Ոչինչ։ Որովհետև մենք պիտի հիմնավորենք մեր արարքները ըստ Սուրբ Գրքի եւ քանի որ համարում ենք, որ ինքնասպանությունը անապաշխարելի մեղք է, ապա ինչ տրամաբանությամբ մենք պիտի աղոթենք։ Մարդը ինքն իրեն զրկել է ապաշխարելու հնարավորությունից։ Ինքն իրեն զրկել է ապաշխարության արդյունքից, ինչն է Աստծո արքայությունը։ Ինչպես խնդրենք, որ Աստծո արքայություն մտնի։ Միայն հորդորում ենք ինքնասպանի հարազատներին, որ իրենց աղոթքներում անընդհատ հիշեն, խնդրեն Աստծո ողորմությունը, որովհետև Աստված, երբ երկրորդ անգամ գա, ինքն է որոշելու, թե ով որտեղ կլինի։ Իսկ ինքնազոհության դեպքում ինչպես է, եթե ինքնասպանություն չէ, օրինակ ռազմի դաշտում ինքնազոհություն է։ Այստեղ շատ կարևոր հանգամանք կա, այն որ մեր Տեր Հիսուս Քրիստոս ասում է, լավագույն սերը այն է, որ եթե մեկը իր անձը իր հարազատների համար, իր բարեկամների համար զոհի։ Սա անձնազոհություն է եւ ոչ ինքնասպանություն։ Այն դրամաբանությամբ, որ մարդը մարտի դաշտում տեսնելով շատ կարևոր հանգամանք այն, որ հայրենիքի պաշտպանության համար իր անձը զոհելը օգուտ է։ Տեսեք, մարդը գիտի, որ հիմա պիտի գերի ընկնի եւ իրեն չարչարեն եւ ցավի չարչարանքների այդ տանջանքների ազդեցությամբ ստիպեն, որ ինչ որ գաղտնիքներ հայտնի։ Եվ ինքն էլ վստահ չէ, որ կարող է տոկուն լինել եւ մինչեւ վերջ համբերել։ Որպեսզի նման բան չլինի, մարդը փորձում է ինքնասպան լինել։ Ոմանք էլ ուժանակը, այն գրանատ կոչված այդ սարքը թաքցնում են լարած վիճակում, երբ թշնամին մոտենա, իր հետ զոհում են նաև մի քանի թշնամիներ։ Սա ինքնասպանություն չէ։ Մենք մեր պատմության մեջ գիտենք նաև ինքնասպանության որոշակի դեպքեր,
ասենք օրինակ մեծ եղերնի ժամանակ օրիորդները կանայք, ովքեր որ չեն կամեցել, որ ընկնեն թուրքի ձեռքը, այլ որպեսի իրենց կուսությունը, իրենց մաքրությունը Քրիստոսին նվիրեն եւ այն չփխծվի, ժայռից ցած են նետել։ Սա էլ ինքնասպանություն չէ։ Դեր մենք քիչ առաջ խոսեցինք ցավի մասին։ Ես ուզում եի հասկանալ, էվթանազիան ընդունում է արդյոք հայ առաքելական եկեղեցին։ Տեսեք, Աստվածաշունչը ինչ է ասում։ Աստված մահ չի ստեղծել, սակայն չարը իր հնարամտությամբ այն երկնեց, ստեղծեց։ Այսինքն, այս իմաստով աբսուրդ է մահը որպես այդպեսին։ Էվթանազիան ինչ է, էու թանատոս հունարեն արտահայտությունը, որ նշանակում է հեշտ մահ։ Ինքը ըստ էության, եթե մարդու բնության հակառակի, որտեղ Աստված չի ստեղծել, ապա դրա հեշտությունը ո՞րն է։ Ուրեմն մենք հոգևոր տեսանկյունից միանգամայն պիտի մեղադրենք այն։ Ինչից է ծագում սա։ Փաստորեն սպառելով բոլոր բժշկական մեթոդները, մարդիկ ուզում են ազատվել թե ցավից, հիմնականում ցավից, անբժշկելի, անխուսափելի մահվանից, ուզում են այդ մահը արագացնել եւ որպեսզի այդ մահը ցավալի չլինի, ապա դեղորայքային միջոցներով փորձում են թեթևացնել այդ ապրումները։ Կա նաեւ էվթանազիայի пассив ձևը, որ մարդիկ նկատի ունենալով, որ միևնույն է իրենց հարազատը պիտի մահանա, բոլոր սարքերը, որ շնչառությունն ու սրտի աշխատանքը պահպանում են, թույլ են տալիս, որ անջատվի։ Այդ դեպքում մարդը նորից մահանում է։ Այս իմաստով երկրորդը կարելի է արդարացնել, որովհետև գիտեն, որ միևնույն է մահանալու է, եւ իրենք ինչ որ ձևով չեն արագացնում այդ մահը, այլ պարզապես օգնող միջոցներն են անիմաստ համարում։ Մինչդեռ երկրորդ դեպքում, երբ որ մարդը ուզում է օրինակ անտանելի ցավից ազատվել եւ դրա համար խնդրում է, անգամ ինքն է խնդրում, որ իրեն սպանեն եւ անցավ ձևով էվթանազիա անեն, սա մեղք է, ինքնասպանություն է։ Ինչու՞, որովհետեւ եկեք տրամաբանենք, ինքը ինչ է ուզում։ Ուզում է, որ ցավեր չլինեն։ Ինքը չի ուզում, որ մեռնի։ Այսինքն մեռնելու ցանկությունը գալիս է նրանից, որ ինքը տեսնում է, որ սպառված են այլևս բոլոր միջոցները իրեն ցավից ազատելու։ Բնականաբար իհարկե թիրախը սխալ է ընտրված։ Երկրորդ հանգամանքը Սուրբ Պողոս առաքյալն ասում է, եթե Քրիստոս հարություն չի առել, ապա զուր է ձեր հավատքը։ Ասենք այսպես, ապա զուր է ձեր կյանքը, եթե չեք հավատում Քրիստոսի հարության։ Մանավանդ որ գիտես, որ այսինքն հավատում ես, որ մեռնելուց հետո կյանք չկա, դրա համար տրամաբանական է էվթանազիան։ Միևնույնն է մեռնելու ես, վաղ թե ուշ։ Բայց մենք գիտենք, որ կանգնելու ենք Աստծո առջև։ Շատ հետաքրքիր է այս իմաստով կլինիկական մահ տարած մի մարդու ապրումը, որ վերակենդանացել է, այսպիսի բան է պատմում, որ բարձր տեղից ընկել էր, ասում է, ես տեսա իմ մարմինը խղճուկ ընկած եւ ես վեր եմ բարձրանում։ Եվ ասում է, այն թունելը, որի միջով անցնում եմ, ես անցա եւ հայտնվեցի լույսի մեջ, որի մեջ անձի զգացում ունեի։ Ինչ որ այլ անձի ներկայության զգացում, որը այսպիսի հարց հղեց ինձ. ինչ բարի բան ես արել դու։ Եվ ես հասկացա, որ այդ անձը ամեն ինչ գիտի իմ մասին,
չի հարցնում, որպեսզի ինքն իմանա, այլ հարցնում է, որպեսզի ես անդրադառնամ։ Եվ ամբողջ կյանքս իմ աչքի առջև անցավ։ Ուրեմն տեսեք, որ կա մարմնական հիվանդության եւ ցավի հետ միասին հոգեվոր հիվանդություն եւ ցավ, որից մենք չենք ազատվում, այլ կազատվենք միայն ապաշխարությամբ, քանի դեռ այս աշխարհում ենք։ Հիմա Աստված թույլ է տվել, որ մարդը ցավեր ունենա։ Ես մտածում եմ, որ այս աշխարհում, քանի երիտասարդ ենք մենք, ինչ տեսակ հաճույքների ասես կարող ենք տրվել։ Եվ այդ հաճույքները որքանով են մեզ մոտեցնում Աստծուն։ Այդ հաճույքները, ավելի ճիշտ ասենք, որքանով են հեռացնում մեզ Աստծուց։ Սովորենք ապրել մինչև 30 տարեկան հաճույքներով։ Սովորենք ապրել մինչև 40, 50, 60, 70 տարեկան, լավ մինչև երբ։ Մինչև երբ մենք չապաշխարենք եւ տրվենք հաճույքների եւ որևէ պատասխանատվություն չկրենք մեր մեղքերի համար։ Եվ Աստված էլ թույլ է տալիս, որ անկողնու մեջ ցավեր լինեն, որ գոնե այդպես ապաշխարել կարողանանք։ Միայն այն հավատքը, որ մահվանից հետո կա պատասխանատվություն Աստծո առջև, թույլ է տալիս բարեպաշտ քրիստոնյային, զղջացող, ապաշխարող քրիստոնյային այդ ցավին համբերել։ Իսկ մենք, որ այդ հիվանդի հարազատներն ենք, քրիստոնեաբար պիտի իրեն սաղմոսներով, աղոթքներով մխիթարենք։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Աստված օրհնի ձեզ բոլորիդ։ Ես հիշեցնեմ, որ Նոր հայացք հաղորդաշարի ընթացքում զրուցում էինք ինքնասպանության մասին։